Մայրաթոր Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի ապօրինի որոշմամբ արգելվել է Հայոց եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր։ Քրեակատարողական հիմնարկի պետը փաստացի դադարեցրել է Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայությունը։ Միևնույն ժամանակ, շրջանցելով Մայրաթոռը եւ անտեսելով իրավական կարգավորումները, անհատ եկեղեցականների հետ կնքել է աշխատանքային պայմանագրեր։ Այս քայլը իշխանությունների հերթական թիրախավորված եւ հակաեկեղեցական արշավն է սահմանափակելու օրենսդրությամբ երաշխավորված Հայոց եկեղեցու հոգեխնամ առաքելությունը հանրային կյանքում, ինչը դրսևորվել է նաեւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում եւ կրթական ոլորտում։ Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին օրենքի 10-րդ հոդվածով ամրագրված է ազատազրկման վայրերում Հայոց եկեղեցու հոգեխնամ գործունեություն ծավալելու առաքելությունը, իսկ խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին օրենքի 17-րդ հոդվածը քրեակատարողական հիմնարկներում հայ եկեղեցու հոգեխնամ առաքելությունը համարում է որպես ազգային եկեղեցու մենաշնորհ եւ օրենքի ուժով երաշխավորում է պետության կողմից այդ գործունեությանը չխոչընդոտելու պարտականությունը։ Ըստ այդմ մերժելի է այն փաստը, որ քրեակատարողական ծառայության պետը անտեսելով իր վերադաս նախարարության եւ Հայոց եկեղեցու միջև կնքված պայմանագիրը, քրեակատարողական հիմնարկներում հոգեխնամ ծառայության իրականացման համար կատարել է ինքնակամ տնօրինումներ։ Մեկընդմիշտ պետք է արձանագրել, որ վերոհիշյալ օրենքների եւ Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության եւ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև կնքված պայմանագրի համաձայն հոգեխնամ գործունեություն իրականացնող սուբյեկտը ոչ թե անհատ քահանան է, այլ Հայոց եկեղեցին։ Նման գործելակերպը կոպիտ միջամտություն է եկեղեցու ներքին կյանքին եւ կազմաքանդում է եկեղեցու կանոնակարգված եւ կազմակերպված հովվական ծառայությունը, այն դարձնելով անհատական նախաձեռնություն եւ վարչական կամայականություն։ Եկեղեցու դեմ շարունակվող այսօրինակ ապօրինի գործողությունները տարակույս չեն թողնում, որ իշխող քաղաքական ուժը հակաեկեղեցականությունը վերածել է պետական քաղաքականության, ինչը կործանարար է, որով եւ խստագույնս դատապարտելի։ Տարիներ շարունակ քրեակատարողական հիմնարկներում իրականացվող հոգևոր ծառայությունը եղել է Հայոց եկեղեցու կարևոր առաքելությունը, միտված ազատազրկված անձանց հոգևոր խնամքին, ապաշխարությամբ նրանց վերափոխմանը եւ հասարակություն արժանապատիվ վերադարձին։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը հորդորում է Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարությանը հարգել օրենքն ու եկեղեցական ընկալյալ կարգը եւ չխոչընդոտելով եկեղեցու առաքելությունը վերականգնել քրեակատարողական հիմնարկներում հոգևոր ծառայության բնականոն ընթացքը, ասվում է հայտարարության մեջ։